Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով կզրուցենք Գյումրու ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Խոսենք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի 2 օր առաջ արված հայտարարությունների մասին, սկսենք նրանից, որ նա Հայաստանը փորձում է միութենականացնել եւ այս տեսակ հայտարարություն է արել։ Դուք չեք ուզում, որ երկիրը միություն կազմի, Ռուսաստանի Դաշնությունը մեզ պաշտպանի, ուրիշ երկիր կա, որ ասի մենք գալիս ենք ձեզ պաշտպանում ենք։ Ռուսն ասում է արեք մտեք միության մեջ, ատոմային երկիր կսարքեմ ձեզ։ Դուք որպես Գյումրու քաղաքացի խնդրեմ ձեր կարծիքը եւ վերաբերմունքը այս հայտարարության մասին հայտնեք։ Գյումրու քաղաքացի լինելը կապ չունի ըստիս, հա, իր ցանկությունն է, ինքը քաղաքական գործիչ է, իշխանությունը համարել է, որ ինքը լեգիտիմ քաղաքական գործիչ է, հայտունակ է, ընտրություններին մասնակցել է եւ իր երազանքների մասին է պատմում մարդը, ինչը տեղի չի ունենալու, ինչքան ուզում է երազի Հայաստանը մտցնել Կրեմլի ոտի տակ, դա չի հաջողվելու իրեն եւ իր նման մնացած համանման քաղաքական գործիչներին։ Այդքան բան քննադատության դաշտում քննադատություն է պետք, վիրավորանքների դաշտում էլ բարդ է ասելը, տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում, հա, ես իհարկե իր որակի արձագանքներ չեմ տա իրեն, այդքան բան ընդամենը, հա, ուզի մնա, ուզելով հո չէ, շատ բան է ուզում։ Պարոն Բարսեղյան, ինքը խոսում է, որ ես իմ երկրի անկախության համար եմ պայքարում եւ ասում է, որ վիկինգ կդառնա, եթե երկիրը տանեն թրքացման, իր կարծիքով տանում են թրքացման եւ այդ ամեն ինչը համեմում հայհոյախառն հայտարարություններով։ Այսինքն ռուսացման կարելի է տանել եւ իր կարծիքով ուրիշները տանում են թրքացման։ Շեշտում եմ, ուրեմն շատ բան է ուզում։ Իր գնահատականները բացարձական ընդունելի են, մերժելի են։ Քաղաքական խոսակցություն վարելու որևէ քննության չի դիմանում իր հայտարարությունը։ Առնվազն գոնե ինքը պիտի կարողանա բացատրություն տալ, թե 1920 թվականին բոլշևիկյան Ռուսաստանի զինված ուժերը ինչ գործ ունեին Հայաստանի առաջին հանրապետության տարածքում։ Ինքը պիտի բացատրություն տա, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունը անցած տասնամյակների ընթացքում դավաճանական քաղաքականություն է վարել Հայաստանի հանրապետության նկատմամբ, ունենալով Հայաստանի հանրապետության հետ ռազմավարական դաշնակցի պայմանագիր եւ Հայաստանի Հանրապետությանը ունենալով իր ստեղծած հավաքական անվտանգության համակարգի մեջ։ Դավաճանությունը, որը կատարել է Ռուսաստանի Դաշնությունը մի քանի անգամ, ապացուցված է, ապացուցելու կարիք չունի, որևէ կերպ չի համադրվում իր իղձերի, երազանքների եւ սուտ ու կեղծ խոստումների հետ, որ Ռուսաստանը կպաշտպանի մեզ, թող պաշտպաներ, իրան ի՞նչն էր խանգարում, կամ իրեն ի՞նչն էր ստիպում հարձակողական բնույթի զենք վաճառել Հայաստանի ռազմավարական թշնամուն։ Հայաստանի ռազմավարական բարեկամը զենք է ծախել Հայաստանի թշնամուն։ Փորձեք պատկերացնել, որ այդ տարիներին Հայաստանը զենք էր ծախում, ենթադրենք Ուկրաինային։ Ինչպես կվերաբերվեր Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այս հարցերի պատասխանը ինքը շատ լավ գիտե, կոչվում է այսպես. Ռուսաստանի Դաշնությունը դավաճանել է Հայաստանի Հանրապետությանը, վերջացավ, քննարկելու բան չկա։ Հիմա այս տեսանկյունից, երբ խոսում է այն մասին, իր երազանքների մասին, որ Հայաստանը պետք է լինի այսպես կոչված միութենական պետության մաս, իբր թե Ռուսաստանի հետ հավասարի պես դաշինքի մեջ պիտի լինի, որպեսզի միջուկային երկիր, ինչ է նշանակում միջուկային երկիր, ինքը պիտի բացատրի, հասկանում եք, բաներ կա, որ մենք կարող ենք կռահել, բաներ կա, որ կռահում չենք հասկանում, ինքը ինչի նկատի ունի միջուկային երկիր ասելով։ Միջուկային զենք է բերելու ստեղ տեղադրի, թե Հայաստանին միջուկային զենք է տալու, դրանք տարբեր բաներ են։ Եթե ատոմակայան միջուկային էներգիայի նկատի ունի, այդ համագործակցությունը եղել է, կա եւ լինելու է, ինչքան հասկացանք, եւս 1 տասնամյակ մեծամորի ատոմակայանը շահագործելուն ներգրավված է լինելու Ռուսաստանի Դաշնությունը։ Միջուկը որտեղ է օգտագործվում, ֆիզիկայում, լաբորատոր քննությունների ժամանակ, ռազմական արդյունաբերության մեջ, то ես ինչի նկատի ունի, ինքը պիտի սա բացատրի, որ հասկանանք մարդը ինչ է խոսում, էլի, թե չէ կարելի է շատ երկար խոսել ու կռահել, թե մարդու խոսացածն ինչ է։ Ուրեմն առաջինը, ինքը շատ լավ գիտե, որ բոլոր այն դաշինքները, որոնց մեջ եղել է Ռուսաստանը, Ռուսաստանի նախաձեռնած դաշինքները կամ միավորումները, չեն եղել հավասարազոր խաղացողների միավորումներ։ Դրանք եղել են գերակա խաղացողի Ռուսաստանի Դաշնության եւ ստորադաս խաղացողների միավորումներ։ Իսկ դա դաշինք չէ։
եւ փորձում է պնդել, որ լավ է լինելու Հայաստանի համար, Հայաստանը իրենից ինչ է ներկայացնում, որ այս ձևակերպումը ոչնչացնում է Հայաստանի էությունը, իր խոսքերն են սրանք։ Եվ երկրորդը, որ արդեն ասացի, բանն է, Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին մի շարք անգամներ, հնարավորություն է ունեցել ապացուցելու, որ ինքը իր ստորագրության տերն է, իր խոսքի տերն է, իր պայմանավորվածության տերն է, եւ երբ եկել է իսկության պահը, որտեղ ինքը պիտի արդեն գործնական միջամտություն դրսևորի, Հայաստան ներխուժման գոնե գնահատական տա, գոնե, հա, չի արել։ Հիմա ինչ խելքով եւ ինչ խեղճով է Ղուկասյանը եւ մյուսները համարում, որ պիտի Հայաստանը Ռուսաստանի հետ այդպիսի միավորում կազմի, որպես ինչ։ Դրա հիմնավորումը ո՞րն է։ Փորձում է հակադրել Եվրամիությունը, Եվրամիության կառուցվածքը եւ բովանդակությունը այսպիսի գաղափարին համեմատություն է բերում, տեսեք այնտեղ այդպիսի վերադասություն եւ ստորադասություն չկա, կապ չունի, Գերմանիան մեծ է, այն մի երկիրը փոքր է, որևէ մեկ այնտեղ մյուսին չի ճնշում, չի թելադրում, բոլոր գաղափարները, որոշումները ներողություն կայացվում են բացարձակ համաձայնությամբ, այսպես կոչված կոնսենսուսով։ Այնպես որ քաղաքագիտական տեսանկյունից որևէ հիմնավորում կամ արդարացում չունի պարոն Ղուկասյանի ըղձանքը, հա, ինչքան ուզում է ասի մնա։ Խոսենք նաև մի ցավալի իրավիճակի մասին, մեր եւ ձեր համար որպես լրատվամիջոցի ներկայացուցիչներ արդեն այդ ասուլիսի օրը համենայն դեպս միկրոֆոններ են տեղ կային լրատվամիջոցների, Վարդան Ղուկասյանը նրանց ներկայությամբ հայհոյախառն արտահայտություններ էր անում տարբեր մարդկանց մասին եւ նրանք լուր լսում էին։ Դուք որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ, որպես ժուրնալիստների ակումբի նախագահ ո՞նց եք դա գնահատում, ինչ պիտի անեին լրագրողները ըստ ձեզ։ Մինչև այդ ռեպլիկին անդրադառնալը, ես հիշում եմ, որ այդ զրույցի ժամանակ ցավոք կադրից դուրս էր, բայց կնոջ հիացական ծիծաղ էր կամ քրքիջ էր, ինչ որ մի վիրավորական արտահայտության հետ կապված, չեմ կարող ասել, դա միկրոֆոն բռնող մարդ էր, լրագրող էր, թե մեկ ուրիշն էր, էլի, որովհետև այդ տեսակ միջոցառումներին եւ շատ ուրիշ միջոցառումներին խոսափող ունեցող մարդկանց ես վաղուց սկսել եմ դասակարգել երկու խմբի լրագրողներ, ովքեր հարգում են մասնագիտական էթիկան եւ մարդիկ, ովքեր խոսափող են բռնում, հա։ Այդ խոսափող բռնողների հարցը իմ քննարկելիքը չէ, ցանկացած մեկը կարող է խոսափողը բռնել, դեմ տալ, լացակումած հարցազրույց անել, քրքջանքով հարցազրույց անել, զրուցել, անունը տնել լրագրություն, սա բոլորովին այլ բան է։ Շատ կոնկրետ դեպքի հետ կապված, ասենք այդ արտահայտությունը օգտագործելու հետ կապված, նույնպես պիտի հիշեմ, որ ավելի վաղ նույնպես բազմիցս վիրավորական ստորացուցիչ, նվաստացուցիչ հայտարարությունների հեղինակ է։ Ճիշտն ասած, լրագրողի այն խոսափող բռնողների մասին չեմ էլ ուզում խոսել։ Լրագրողը այդտեղ այդ պահերին ինքը կլինի ասողը, մեկ ուրիշը կլինի, ինքը քաղաքական բողոքի, քաղաքական ակցիայի հեղինակ չէ եւ պարտավոր է գոնե լսել այդ ամբողջը, տեսածայնագրել, ուրիշ բան թե հետո իր պատրաստած նյութերում ինչպես է անդրադառնում դրան։ Ես ծանոթ եմ արդեն կարծիքների, որ այդ պահին հարկավոր էր դադարեցնել, դուրս գալ սրահից, որպես բողոքի նշան եւ այլն, այդ մարդու լեզվամտածողությունը այդպիսին է։ Եվ նա ժողովրդի կողմից ընտրված քաղաքագլուխ է, այսինքն սա պիտի գիտություն ընդունել, լավ է, վատ է, դա լրիվ ուրիշ հարց է, բոլորին քննարկելու բան չկա, որ իր լեզվամտածողությունը այդպիսին է, փաստ է։ Ուրիշ բան թե դա ինչպես են մեկնաբանում մարդիկ, ովքեր իրենց լրագրող են համարում, քննադատում են թե ոչ, հա, պարտավոր էին բոլորը լսել այնտեղ ինչ խոսում է ինքը, հարցեր տալ, հարցերը իմ սպասածից պակաս էին, որովհետև բաներ է ասում, որոնց վերաբերյալ հասարակ շարքային դիտողի մտքով մի 70 հատ հարց է ծագում, որը ենթադրաբար բարեխիղճ լրագրողը պիտի որ տա, որտեվ ժամանակակից լրագրությունը պիտի վաղուց կռահած լինի, որ ինքը չի մնացել ասած խոսեց նստեց վեր կեցավ փաստի լրագրության շրջանակներում, որովհետև այդ ամբողջը կարելի է տնել live stream քշել եւ վերջ։ Ուրատեղ լրագրություն, խոսափողը ինչ լրագրող կամ տեխնիկա սարքավորումը ինչ լրագրող, ինտերնետը հո լրագրող չէ։ Լրագրող ասածը նաեւ պիտի վերլուծական մտածողություն ունենա եւ նյութերի մեջ կարողանա հայեցումներ տալ, իր կարծիքը տալ, ինչ կլինի, որ սարսափելի բան չի լինի, եթե վերլուծական լրագրությամբ զբաղվող մարդը
ասում է, որ թույլ է տվել իրեն այսպիսի արտահայտություններ, ինչը ենթադրենք անընդունելի է պաշտոնյայի համար, այս մեկի կամ մյուսի համար։ Այնպես որ այդ պահին որևէ բողոք բոյկոտ անելու որևէ անհրաժեշտություն չկա։ Այլ հարց է, եթե այդ խոսքով անպատվում է լրագրողին կամ լրագրողներից մեկին կամ լրատվամիջոցներից մեկին։ Եթե անպատվում է, այդ մի քիչ խոսակցությունը ուրիշ է դառնում, այդտեղ կարելի է եւ բողոքի գործողություն ձեռնարկել, բողոքի արտահայտություն ձեռնարկել եւ այլն։ Իր կարծիքով ինքը ինչ որ առակ է բանը հուշ էր պատմում ոստիկանության նախկին պետի Լովա Կալստյանի եւ ինչ որ մեկի հետ զրույցից, որոշեց աչքի ընկնել, ինքը առաջին անգամը չէ, որ որոշում է այդպես աչքի ընկնել, իր խոսքերով, բաներով ցավոք մեր երկրում լրագրությունը մեկնաբանության կամ վերլուծական լրագրությունից մնում է կիլոմետրերով հեռու, շատ լրագրողներ դեռ մնացել են 20-րդ դարում, ընդամենը ներկայացնում են ով ասաց, ինչ ասաց, երբ ասաց, ժամը քանիսին, որտեղ ու բրծ իրենց թվում է, թե դա լրագրություն է, ցավոք այդպես չէ։ Իսկ գյումրեցիները Վարդան Ղուկասյանի այդ ելույթները ձեզ այդ հանդիպումների ժամանակ ո՞նց են դրան վերաբերում։ Ես քիչ մարդու հետ եմ հանդիպում, ճիշտն ասած, ես ավելի շատ ուրիշ մարզերում եմ լինում, եւ եթե որևէ մեկը ընդհանրապես փորձում է ինչ-որ բան խոսել այդ մասին, ասում եմ ժողովուրդ ջան, դուք ձեր ընտրած համայնքապետը անձամբ դուք չեք ընտրել գուցե, դուք ասենք ուրիշի եք ընտրել, ինձ եք ընտրել կամ Պողոսին եք ընտրել, համայնքը ունեցել է հնարավորություն ընտրելու 9-10 թեկնածուներից որևէ մեկին, 9-10 քաղաքական ուժ է եղել առաջադրված։ Եվ բան է, գերազանցված սպասելիքներ ունենալը լավ բան չէ։ Հիմա դուք տեսել եք շատ կոնկրետ ընտրությունների արդյունքները, այնպես որ հաշվի նստեք։ Մարդիկ ընտրում են իրենց նմաններին, մեր տեսակ երկրներում ոչ թե ծրագրերով են ընտրում, այլ նայում են ով է իր կերպարանքով, խոսքով, ըղձանքներով, պոպուլիզմով, կենացներով, քֆուրներով նման իրենց հոգեկերտվածքին, իրենց վարքուբանին, իրենց ադատներին, թաղին, ընտանիքին եւ այլն, գնում նրան ընտրում է։ Հիմա այս քաղաքը ընտրել է 21% Ղուկասյան Վարդան 30 քանի տոկոս, Սարիկ Մինասյան քաղաքացիական պայմանագիր 4.5%, մեզ է ընտրել եւ այլն, տարբեր ուժերի քաղաքացիների կամքը ազատ արտահայտվել է այսպես։ Այնպես որ որևէ մեկը դժգոհելու իրավունք չունի, ինձ մոտ որ գալիս դժգոհում են, բայ Լևոն ջան, ասպես եղավ, ինչի քեզի պես ինչ է, այ մարդ լավ արեցին, չընտրեցին, ես հետ չեմ նեղվել դրանից։ Ես գիտեմ, որ 2000 քանի 100 հոգի կա, ինձ նման մտածում եք, ով շնորհակալ եմ։ 9000 քանի 100 հոգի կա։ Ղուկասյան Վարդանի պեսի նման է մտածում։ Ես ինչ անեմ այդտեղ։ Հո չեն կեղծելու կամ հո իշխանությունը չի կեղծելու այդտեղ։ Մյուս հանգամանքը որ իշխանություն ունեցողները քաղաքացիական պայմանագիրը իր բոլոր միջոցները գործադրեց, որպեսզի առավելություն ապահովի իր տեխնացուի եւ իր կուսակցության համար, խախտեց էթիկայի հնարավոր նորմեր, արտոնյալ վիճակի մեջ դրեց հանրային հեռուստատեսությունն օգտագործելով իր տեխնացուին եւ իր քաղաքական ուժին, զրպարտեց պարոն Փաշինյանը ինձ, ի թիվս էլի մի քանի քաղաքական ուժերի, մինչև Քարոզարշավը, ասելով, թե բոլոր նրանք, ովքեր քաղաքացիական պայմանագրից չեն, ոտքի են ելել իրենց ապօրինի գույքը պաշտպանելու համար։ Եթե ես ապօրինի գույք ունեմ, գոնե պարոն Փաշինյանը պիտի Աննա Վարդապետյանին ասեր զբաղվեք, էլի, Վարդան Ղուկասյանով զբաղվում եք, լավ եք անում, էլի, են Լևոն Բարսեղյանով էլ զբաղվեք, էլի։ Այդ զրպարտությունը հաղորդվել է հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային հեռուստատեսությունից որևէ մեկը չի մոտեցել ասի, թե պարոն Բարսեղյան, ապօրինի գույքի մեղադրանք ստացաք երեք, էլի, բան ունեք ասելու, հասարակ բանը չէ, լրագրությունից ենք մենք խոսում։ Չէ, ասաց։ Բա մի հատ էլ մնացած տեխնազուներին կմոտենայիք։ Այսինքն այս բաները մեզ հուշում են, որ իրար լավ էլ արժանի են։ Քաղաքացիական պայմանագիրը Վարդան Ղուկասյանին, կոմունիստներին, են մյուսներին, ծերը լվանում, ջան ասում, լսում են։ Այդ մեկ որ իրար վիրավորում են ազգային ժողովից, ասուլիսի ժամանակ, խոզի գլուխ, վիկինգ, տո բրուշատկա կողացողի հայր եւ այլն, դա շատ պոպուլյար բան է մեր հասարակության շրջանում։ Քյուֆուր քյաֆար լսեն յոլա կնան, էլի, այնինչ քաղաքական վեճեր ու զրույցներ պիտի լինեին, այնինչ անօրինական կապիտալը արմատապես պիտի քերված մաքրված լիներ անօրինական կապիտալ ունեցողների ձեռքերից, որ նրանք գործ չունենային ընտրությունների հետ, ոչ թե ընտրությունների ժամանակ այդ անօրինական կապիտալը վերածեին մանդատների։
Դժբախտաբար այս է մեր հայաստանյան իրականությունը։ Պարոն Բարսեղյան, Վարդան Ղուկասյանը այդ հարցազրույցի ժամանակ, ասուլիսի ժամանակ նաև խոսել է ընտրակաշառքների մասին, որ իբրև թե իշխող կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում, նույնիսկ տեղանքն է նշել։ Երեք դրան անդրադարձել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հանրային հեռուստաընկերության եթերում, դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ընդունի հաղորդում հանցագործության մասին եւ իրենց էլ կանչեն հարցաքննության, եթե նման բան է եղել։ Դուք լսել եք նման բան, դուք նույնպես մասնակցում եք ընտրություններին։ Ընտրակաշառքի մասին զրույցները թափառում են աճ ու ցախ։ Մի բան է, երբ պատմում ես, որ նման բաներ ենք լսել, այլ բան է, երբ աներկբա կերպով հայտարարում ես, որ 60,000 դրամ են տվել, այս ինչ թղամասում, այս ինչ տեղում եւ այլն։ Այո։ Մինչև Սարիկ Մինասյանը երեք կբարեհաճեր ելույթ ունենալ հանրային հեռուստատեսությամբ, ես մի քանի հարցազրույցներում բացատրեցի, որ առավոտկանուխ մենք արդեն պիտի լսեինք դատախազության հաղորդումային մասին, որ այդ հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է հարուցվել։ Տեսնենք հիմա ինչ կնախաձեռնի դատախազությունը, ինչ կանի, ինչպիսի զարգացում կունենա։ Վերջում պիտի պարզվի մեկը երկուսից։ Կամ պիտի պարզվի, որ իսկապես ընտրակաշառք է բաժանվել դրանից բխած ուրեմն բոլոր իրավական հետևանքներով, կամ պիտի պարզվի, որ այդ հայտարարությունը անողը մեղմ ասած ստել է։ Ավելին, մի քանի օր առաջ, շաբաթ առաջ նույն Ղուկասյան Վարդանը ուրիշ հայտարարություն է արել այն մասին, որ Ավետիսյանների ընտանիքին այստեղ սպանել են Գյումրիում ոչ թե Պերմյակովը կամ ռուսական զորամասի զինծառայողները, այլ եվրոպամետները։ Մի քանի անգամ այդ հարցազրույցի մեջ ինքը դա կրկնել է։ Հիմա սա, եթե շատ լուրջ մոտենանք, իսկ լուրջ պիտի մոտենանք, որովհետև ինքը Գյումրու քաղաքապետն է, վերջապես բան չէ, էլի, ասենք, կոշկակար չէ։ Հազար ներողություն եմ խնդրում կոշկակարներից, պիտի դատախազությունը համարեր նոր ի հայտ եկած հանգամանք եւ պիտի քրեական գործը սկսեր քանդել, բացել, վերաբացել, որտեղ փաստորեն ստացվում է, որ դատել են անմեղ մարդու, ղրգել են Ռուսաստան պատիժը կրելու, դու մի ասա, այստեղ մարդ կա, որ այսքան տարի իմացել է, որ սպանությունը ինքը չի կատարել եւ կատարել են եվրոպամետները, թե ովքեր ինքը կոնկրետ պիտի ասի։ Եթե դատախազությունը մինչև երկուշաբթի, երեքշաբթի այս մյուս հարցով, հիմա այն պատմած հարցով վարույթ չի նախաձեռնում, ես գուցե նաեւ իմ ընկերները հաղորդում ենք ներկայացնում դատախազություն սպանության մասին նոր հանգամանքների հայտարարման վերաբերյալ, թող գնա բացատրի, ինչ գիտի։ Ես օրինակ չգիտեմ, ես համարում եմ, որ Պերմյակովը չի եղել սպանողը, ես համարում եմ, որ դա խումբ է եղել, որովհետև քննությունը պատշաճ չի ընթացել, կասկածներս հայտնել եմ։ Իսկ ինքը աներկբայորեն հայտարարում է, որ Պերմյակովը չի եղել, եվրոպամետներն են սպանել այդ ընտանիքին, նույն զրույցի մեջ 2-3 անգամ սա շեշտում է։ Սրանք բաներ են, որոնց նկատմամբ իրավապահ մարմինների ուշադրությունը պիտի մեծ լինի։ Կապ չունի Ղուկասյան Վարդանը կոմունիստ է, ՔՊԻ-ց է, բոլշևիկ է, ինչ է, դա էական չէ։ Եթե մեկը ելնում նման բան է հայտարարում, պիտի կամ խոսքերի համար պատասխան տա, կամ պիտի իրավապահ մարմինները իսկապես քննեն, գտնեն, բացահայտեն, ասեն ապրի արևը, դու որ չասեիր, չէին կարողանա 60,000 դրամի տուգանքը գտնել կամ Ավետիսյանների իրական մարդասպաններին բացահայտել։ Իսկ բանի Սարիկ Մինասյանի հետ կապված լավ կլինի, որ պարոն Մինասյանը լավ է արել, որ դիմել է դատախազություն։ Իր ավականու 14 հոգով զբաղվի նաև իր գործով, այսինքն բուն ավականու պարտականությունները կատարելով։ Իսկ եթե մենք դրան ենք վերադառնում, ինքը պիտի բացի կոնենայի, որտեղ ընդդիմադիր խմբակցություն է, պիտի նայի, թե իշխանություն տարածների կամ դարձրածների նախընտրական ծրագրերում ինչ կար։ Այդ եղածից ինչ է մտել հնգամյա զարգացման ծրագիր, ինչու չի մտել SS բաները, օրինակի համար։ Վարդան Ղուկասյանը խոստացել էր, որ հասարակական տրանսպորտը Գյումրիում գործելու է առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 10, տոնորերին ժամը 11-ը։ Խնդիրների մասին խոսեց եթերում, բավականին շատ խնդիրների մասին։ Գիտեք, մի բան է, ախր Սարիկ Մինասյանը լրագրող չէ, էլի, ես որ խոսում եմ այդ մասին։ Իմ գործը դա է, ձեր գործը դա է։ Ես խոսում եմ քաղաքական ուժի, քաղաքական ներկայացուցիչի ժողովրդի կողմից մանդատ ստացած, գործունեության իրավունք ստացած, լիազորություն ունեցող մարդկանց մասին։ Այդ խոսքը հարցազրույցի ժամանակ ուրիշ բան է, այլ բան է, երբ որ դու որպես հավականու անդամ գնում ես եւ սկսում ես քաղաքական պայքար մղել, ընդհանրապես բոլորին է վերաբերվում։ Քո դավանած արժեքների համար վերջապես ընդդիմություն ես, իշխանություն է տարել մարդ, որը խոստումներ է տվել եւ այդ խոստումները հնգամյա զարգացման ծրագրի մեջ չեն երևում։ Հասարակ բան է, չէ՞։ Օրինակ 21 թվականին քաղաքացիական պայմանագիրը խոստացավ, որ շների համար ապաստարան է սարքելու Գյումրիում ու չսարքեց։ Ես քննադատում էի
Ելան ասացին, հաշվեցինք, տեսանք, որ թանկ է, որոշեցինք չսարքել։ Այդտեղ ուրիշ հարց է ծագում, էլի։ Այ ժողովուրդ ջան, բա որ նախընտրական ծրագիր եք գրում, խոստանում եք, մեծ խոսում եք, ով ուզում է լինեք, էլի, ես թեկուզ։ Բա չեք հաշվում այդ գործը ոնց եք անելու։ Հիմա այդ հարցերը Ղուկասյանին, Սատարիչ 4-3 քաղաքական ուժերին քաղաքական ուժը պիտի տա ավականու շրջանակներում այն հրապարակային խոսքը երբ ուզեն կարող են տալ իրիկունը տնեն լայվ սթրիմը միացնեն խոսան ով է խանգարում ոչ ոք 14 հոգի 14 հատ լայվ սթրիմ քաղաքացիական պայմանագրի անդամները կարող են քննալ բայց ավականու կազմում իրենց գործունեությունը պիտի օրենքի շրջանակներում լինի պիտի ելնեն եւ պահանջեն կոնկրետ այդ պարտավորությունների ներառում հնգամյա զարգացման ծրագրի մեջ տարեկան աշխատանքային պլանի մեջ բյուջեի մեջ եւ քննադատեն ըստ այդմ ոչ թե նիստի ժամանակ բերանները ջուր առնեն, ժպտան, ասեն, խոսեն, հետո ելնեն հարցազրույցի ժամանակ, ով որ մեզ այսպիսի բան կասի, նա էլ ռուսահպատակ է, ստրուկ է, էսեն է, դա քաղաքականություն չէ, դա թողեք, բանը 9-րդ դասարանցիներին էլի կոնե։ Խոսենք նաև ներքաղաքական վերջին զարգացումների մասին, օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա, այնտեղ հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, խոսել են ներքաղաքական զարգացումների, ընտրությունների մասին, եւ նաև ըստ աղբյուրի, այնտեղ ներկայացվել է, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, լայն ճակատով պայքարել իշխանության դեմ։ Սակայն Հայաստան դաշինքի պատգամավորներից որքանով որ փորձեցին լրագրողները ճշտել, նրանք ոչ հերքում են, ոչ հաստատում են այդ հանդիպումը, ըստ ձեզ ինչ փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանից դաբրոն են։ Ուրեմն փորձենք պատկերացնել, որ այդ լուրը չենք լսել, ոչ դուք, ոչ ես։ Բայց մենք վստահաբար գիտենք, որ Քոչարյան Ռոբերտը այն անձն է, որը 10 տարի ինչպես կամեցել, այնպես թակավորել է Հայաստանում։ Ուրեմն չքավորի, գրեթե չքավորի կարգավիճակից դարձել է միլիոնատեր, բազմամիլիոնատեր, մուլտիմիլիոնատեր է դարձել։ Եվ Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որը ինչ որ չափով հետապնդում է ապօրինի գույքը։ Ինչ որ չափով մարտի 1-ի մասով իրեն հետապնդում է սահմանադրություն խախտելու մասով եւ այլն, ու մարդը զգում է, որ ինքը կարող է զրկվել ապօրինի գույքի կամ գույքից, իր կարծիքով, հալալ քրտինքով աշխատած գույքից, ինքը ամեն ինչ արել է, արդար է արել, բանակ է բերել ցուցարարների վրա, մարտի 1-ին այդքան մարդու գլուխ են կերել, 100 քանի բանդաժյալ եւ այլն, հա, ազատորեն ֆրֆռացել է 10 տարի ապրել է, ինչպես կամեցել է, Հունաստան, չգիտեմ ուր եւ այլն, հսկայական հարստության տեր է, ու մեկ էլ այս իշխանությունը իր կյանքը ուտում է իր ընկալումներով, էլի, հա, մոռանանք այդ Մոսկվա գնացել է, չի գնացել, ինչ է խոսել։ Ինչ եք կարծում։ Այդ մարդը պիտի դիմադրի այդպիսի քննություններին, թե պիտի ասի դե լավ եք անում, արգրավում եք, արգրավեք, բանդարկում եք, ինձ բանդարկեք, ինչ Իզմիրլյան, ինչ բան, ինչ խափանման միջոց, իհարկե պիտի դիմադրի։ 18 թվականի ամենասկզբից հեղափոխության այդ ենթադրությունը արվել է ու բարձրաձայն ասել ենք, որ Քոչարյան Ռոբերտը լիքը ուրիշ նախկին պաշտոնյաներ հարյուրավոր պիտի դիմադրեն, նրանց արմատները, թելերը, ճյուղերը, արմատների ճյուղերը մնացել են իշխանության տարբեր շենքերում, հիմա 7 տարի անցել է, դատավորների մի մասը իրենցն են, դատախազության մի մասը իրենցն են, քննչական կոմիտեի պետի տեղակալ մեկն է, ով կեղծ մատնություն էր գրել ինձ վրա ու շատերի վրա, Վազգեն Ավետիսյան, քննչական կոմիտեի պետի տեղակալ, այն ժամանակ գրել էր, հա, եւ այդ մարդուն Փաշինյանը փոխանակ բարեհաջող տուն ուղարկեր, ղրգում է ԱԱՑ, հետո ԱԱՑ-ից բերում նշանակում է հիմա քննչական կոմիտեի պետի տեղակալ եւ այլն, լիքը մի ահռելի խումբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլն եւ Փաշինյանը պիտի հիշեք որ պարբերաբար դիմադրում է խոսում է իշխանության համակարգի դիմադրության մասին այնօրն ասում է ուզում էինք բարեփոխումները հեղափոխությունն անել դատաիրավական բարեփոխումներով չստացվեց վետինգ չեն կարել եւ լավ են կարել եւ այլն բա պիտի դիմադրեն Քոչարյանները Սերժ Սարգսյանները նրանց մերձավորները Միհրան Հակոբյանները Գևորգ Կոստանյանները բոլորը պիտի դիմադրեն փոփոխություններին, այնել որակյալ փոփոխություններ չեն։ Եվ դրա համար լավագույն գործիքը իշխանություն վեր ստանալն է։ Սա ալգորիթմ է, սա բանաձև է, ուրիշ պաշտպան չկա ստեղ։ Եվ իրանք պիտի բոլոր հնարավոր փրփուրներին ձեռները գցեն իշխանության վերադառնալու համար։ Եթե չփորձեն գցել, շատ զարմանալի կլինի։ Շատ պետք է զարմանամ, էլի, որ Մոսկվա չգնան հանգարց դաբրո ստանալու համար չդիմեն ստեղ ընդեղ, էլի, անպայման օգտագործելու են ապօրինի կապիտալը, իրենց հին ախպերությունը եւ ընկերությունը, մանավանդ Քոչարյանի դեպքում ես համարում եմ, որ իր հին ախպերը, քաղաքական մեծ ախպերը Պուտինը
լուրջ միջամտություն ու ազդեցություն ունի իր գործով արդարադատության վրա եւ գուցե իր շնորհիվ է, որ Քոչարյանը հիմա ազատազրկման մեջ չէ։ Այս հարցերը պետք է նաև պարոն Փաշինյանին տալ։ Անպայման այս ընտրությունների թոհուբոհի մեջ բոլոր նրանք, ովքեր ուզում են վերստանալ իրենց նախկին դիրքը, նախկին իշխանությանը, կան պիտի ջանքեր տնեն, որ իրենց սև կապիտալը օգտագործեն ընտրությունների ժամանակ եւ քաղաքական հնարավոր կապերն ու կապիտալը գնալ Մոսկվա, խոսալ, չգիտեմ ինչ, կամ գնալ մեկ ուրիշ տեղ հանդիպել Կիրիենկո կոչվածին կամ մեկ ուրիշին, հա, Կիրիենկոյի վարորդին։ Այնպես որ սա բնական է, անբնական կլիներ, եթե չլիներ, հարգելի Լիլիթ։ Եվ 2026-ին ընդառաջ շատ ակտիվացել են պրոռուսական ուժերը, հատկապես Սամվել Կարապետյանը, ինչ վերադասավորումների ականատես կլինենք մինչև 2026 թվականը։ Այս հարցը շատ են քննարկում մենք ընկերներով, ես համարում եմ, որ երևի թե հետադիմական ընդդիմությունը, այսպես ասենք էլի, հա, որտեղ ընդդիմությունները տարբեր են, արտախորհրդարանական ուրիշ ընդդիմություններ էլ կան, որոնց ես հետադիմական չեմ համարում։ Երևի թե 3 թևով են խաղալու մասնակցելու ընտրություններին, ըստ երևույթին մեկը կլինի Քոչարյանը դաշնակցության եւ մերձավորների հետ մասնակցելու են այդպես, Սերժ Սարգսյանը հնարավոր մերձավորների հետ, ես Վանեցյանը նման բան էլի միավորվեն այդպես, եւ երրորդ թևը ուրեմն Սամվել Կարապետյանի ինչ որ մի կուսակցություն, չգիտեմ անունը ինչ կտնեն, մեր ձևով կտնեն, իրանց ձևով կտնեն եւ այլն, որոնց հետ կարող են սերտորեն համագործակցել համեմատաբար թույլ կարողություններ ունեցող ընդդիմադիր կուսակցություններից որոշները։ Օրինակի համար ասենք Էդմոն Մարուկյանն կարող են, հա, կամ քաղաքական գործիչներ, հասարակական Թաթոյանը կարող է միավորվել հետները, Չալաբյան եւ այլն, այսպես կարող են համախմբվել Սամվել Կարապետյանի ստեղծած կամ ստեղծելիք քաղաքական ուժի շուրջը, կասկածում եմ թե այդ ուժը կմիավորվի Քոչարյանենց ուժի հետ, ինձ թվում է որ 3 հիմնական խաղացող կլինի, բոլորն էլ պրոռուսական կողմնորոշման տարբեր ճյուղերով։ Բանը ինչ է անունը, այս մեր քաղաքապետ Ղուկասյան Վարդանը ինչ-որ մեկի հետ կլինի երևի։ Ինքը գաղտնիք չի լինի, եթե ասեմ, բոլորին տեն չի լինի նաև լինել միասնական վարչապետի տեխնացու, Մասիսի քաղաքում այնքանպետը ոնց որ հարմար չէ, քննություն չի բռնում, էլի, հա, ինքը մտածում է, որ Գյումրու այդ հաջողությունը, հարաբերական հաջողությունը կրկնելու շանս ունի, կարող է լինի մեկի հետ։ Ճիշտ է, ինքը հարցազրույցների մեջ շատ ախորն ասում է, որ ոչ նախկինների հետ, ոչ ներկաների հետ մայրան շատ բան է ախորն խոսում, հա, բայց թե քաղաքականությունը այդպիսի բաներ է տեսել, էլի, հա, դիրքորոշումների փոփոխություն։ Այս երրորդն է, որ լինելու է Հայաստանը ետ քաշելու կամ Կրեմլի տակ քաշելու նույն բանն է, էլի, քիչ ավելի քիչ պակաս։ Այս փոխող բոլոր ողբերգական հետևանքներով։ Փորձել կրկնել Գյումրու ավականու սցենարը 26 թվին, կան ունենա հարաբերական մեծամասնություն, չկարողանա կոալիցվելու հարմար ուժ գտնել խորհրդարան անցածների միջից եւ մյուսները միավորվեն ունենան բացարձակ մեծամասնություն, կառավարություն կազմեն եւ 15 րոպե հետո ազատազրկեն ենթադրեն ԿՊ-ի վերնախավից 30 հոգու մի շարք լրատվամիջոցներ փակեն, հասարակական կազմակերպություններ փակեն, այսինքն կատարեն Հայաստանի պատմության մեջ հերթական շրջադարձ, ինչպեսին եղավ, ասենք, հոկտեմբերի 27-ին, սա սցենարներից մեկն է, ամենավատ սցենարը։ Վատ սցենարը այն է, որ կրկնվի խորհրդարանի այն ձևաչափը, ինչ կա հիմա, ասենք, ԿՊ-ն դառնում է բացարձակ մեծամասնություն, այս եղածների նման էլի ինչ-որ մի խումբ էլ լինում է խորհրդարանական ընդդիմություն, նոր ուժեր չեն լինում այնտեղ, իրար ծեծել, քաշքշել, մաս փոկել, քրֆել, շիշ շպրտել իրար վրա պահաման, անարդյունավետ գործունեություն, բարբերական ցնցումներով քաղաքական դաշտում, երբ Քոչարյանը Սերժա Տաշնագա, չգիտեմ, ուժերը փողոցներ են փակում, պիկետներ են անում, տոտեդերների են անում, արշավի պայքարի եւ այլն, սա վատ սցենարն է, ամենավատը ասացի եւ հարաբերականորեն, ասենք, լավ սցենարը կարող է լինել, որ 1-2 արտախորհրդարանական մաքուր ծագման ուժ, ովքեր Հայաստանի թալանի հետ կապ չունեն, ովքեր ունեն ժողովրդավարական գաղափարներ, Հայաստանի ինքնիշխանության գաղափարի ջատագովներն են, ոչ մի կերպ չեն ուզում Հայաստանը տեսնել Կրեմլի կրնգի տակ, 1-2 ուժ կարողանա թափանցել խորհրդարան 4-5-6 մանդատով ենթադրեն, հա, եւ քաղաքացիական պայմանագիրը ստիպված լինի այս 1-2 ուժերի հետ գործ ունենալ։ Դժվար է ասել, որն եմ հավանական համարում հիմա, որտեղ 9 ամիս կա հələ, մոտավորապես ընկալումները սրանք են ընտրությունների հետ կապված։ Շնորհակալություն։
Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Գյումրու ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։